Կենտրոնական քրեական ոստիկանությունում Բաչուա Խալայյան հոկտեմբերի 4-ը համեմատել է ապրիլի 9-ի հետ։ Նրանք կանչել են բաժին վկայի հարցաքննության և ձայնային նմուշ վերցնելու համար։ Հետաքննությունը ընթանում է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ հրապարակված աուդիոձայնագրության հիման վրա։ Հոկտեմբերի 4-ի դեպքերով պայմանավորված ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով նա 1987 թվականի ծնված ԱՍՆ է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ 3 ձերբակալել էին 8 հոգու և ընդհանուր թիվը կազմում է 45, 4-ը թաքնված են։ Ներքին գործերի փոխնախարարի պարզաբանմամբ ընթանում են քննչական գործողություններ հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Գերատեսչությունից հայտնում են, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված նյութերի ուսումնասիրմամբ պարզ է դարձել, որ մեղադրյալներից մի քանիսը բանավոր ու ֆիզիկական բռնության են գործադրել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև ոստիկանների վրա նետել են տարբեր ծանր առարկաներ և քարեր։ Ձերբակալվածությունների կապակցությամբ դատախազությունը տարածում է հայտարարություն։ 2 օր է, ինչ մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տարբեր տեղեկություններ ձերբակալվածներից մի քանիսի մասին, որ նրանք կամ անչափահաս են, կամ էլ ծանր հիվանդություններ ունեն, և որ մեղադրական կողմը իբր նույնիսկ ուշադրություն չի դարձնում այս հանգամանքին։ Նմանատիպ տեղեկություններ տարածվում են որպես արշավ, օրինակ Ալեքսանդրե Գոգոլաձեի, Գյորգի Չախունաշվիլիի մասին, որ նրանք անչափահաս են։ Այս ֆոնին որքան էլ պարադոքսալ լինի, պաշտպանության կողմը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատեր նշված ծանր հիվանդությունների մասին տեղեկատվությունը։ Դատախազությունը կոչ է անում պաշտպանության կողմին տեղեկատվության տարածման արշավին մասնակցելու փոխարեն առնվազն միաժամանակ ներկայացնել տարածված տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, որոնք թույլ կտան մեզ դատել այս կամ այս տեսակի խափանման միջոց կիրառելու նպատակահարմարության մասին։ Ձերբակալվածներից մի քանիսը գտնվում են Դիղոմի և Զահեսի ժամանակավոր կալանավայրում։ Նրանք սպասում են մեղադրանքի պաշտոնական ներկայացմանը և մեղադրանքի առաջադրման գործընթացին։ Փաստաբանները այցելել են վերջիններիս։ Նրանց շահերի պաշտպանը պնդում է, որ իրենց հաճախորդները չեն ընդունում իրենց մեղքը։ Հոկտեմբերի 4-ին ձերբակալված 7 անձանց դատավարությունը ընթացքի մեջ է։ Նրանք քննարկում են նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Մամուկա Լաբուչիձեն, Կոնստանտինե Կոկայան, Վլադիմիր Կվերելեսյանին, Նիկա Գվեցենաձեն, Գուրիել Քարդավան, Զուրա Ճավճավաձեն և Կոբա Էպիտաշվիլին մեղադրվում են խմբով ռազմական և հատուկ նշանակության օբյեկտ գրավելու փորձի և խմբային բռնությանը մասնակցելու մեջ։ Դատավարությունը պահանջում է ազատազրկում, իսկ փաստաբանները նրանց ազատ արձակել առանց մեղադրանքի կամ գրավի դիմաց։ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 4-ի դեպքերի պատասխանատու է համարում ինչպես արտաքին գործիչներին, այնպես էլ քաղաքական գործիչներին ու հանրահավաքի մասնակիցներին։ Նրա խոսքով, եթե չլիներ դրսից ուղղորդող, աջակցող, ֆինանսավորող և կազմակերպող, ապա չէր լինի հոկտեմբերի 4-ի բռնությունն ու նախագահական պալատի վրա ներխուժումը։ Շալվա Պապուաշվիլին նաև ուշադրության է հրավիրել արևմտյան գործընկերների կողմից հոկտեմբերի 4-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունների վրա։ Նրա խոսքով բռնությունը չի դատապարտվում։ Այս պահին արվող մեկնաբանությունները վրաց ժողովրդի ու նրա կառավարության վրա բանավոր հարձակման օրինակ են, որ պետք է դադարեցվի։ Վրացական երազանք կուսակցությունը անդրադարձել է դատապարտված լրագրող Մզիա Ամաղլոբելիին համաշխարհային մամուլի ազատության հերոսի մրցանակի շնորհմանը։ Հաղորդակցության ծառայության ղեկավարը որոշումը վերնագրել է Deep State-ի ազդեցություն։ Նրա խոսքով ոստիկանի վրա միտումնավոր հարձակված Ամաղլոբելիին հերոսի մրցանակ շնորհելու որոշումը վրացական հասարակության և ազատ լրատվամիջոցների նկատմամբ ծաղրանք է։ Քրեակատարողական վարչության նախկին փոխտնօրեն Գյորգի Քեմոկլիձեին հանդիպել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցները 3 ձերբակալել են հատուկ քրեակատարողական ծառայության քրեակատարողական վարչության նախկին փոխտնօրենին։ Գործակալության տվյալներով նա կալանավորվում է Գյորգի Բաչիաշվիլիի գործի կապակցությամբ։
2024 թվականին Վրաստանում աշխատողների միջին ամսական աշխատավարձը աճել է 11,5%-ով և գերազանցել 1970 լարին։ Այս տեղեկությունը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ տվյալների, 2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձերի աճ է գրանցվել բոլոր ոլորտներում։ Գործունեության տեսակների համաձայն ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են տեղեկատվության և հաղորդակցության, ֆինանսների և ապահովագրության, ինչպես նաև գիտատեխնիկական գործունեության ոլորտներում։ Միջին աշխատավարձերի առումով առաջատար է Թբիլիսին և Մցխեթան։